Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը, տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը շարունակվում է։ Ընտրությունների շեմին ընդդիմադիրներ են ձերբակալվել։ Ովքեր կհայտնվեն խորհրդարանում, ինչ են ցույց տալիս սոցիոլոգիական հարցումները։ Այս եւ այլ թեմաների մասին կխոսենք առաջիկա րոպեներին։ Հայաստանը պետք է ինքնուրույն որոշի, մնում է Եվրասիական տնտեսական միությունում, թե շարժվում է դեպի Եվրամիություն։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է հայտարարել։ Վերջին օրերին Մոսկվան պարբերաբար հորդորում է Երևանին հստակեցնել, Հայաստանը շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միությունում, թե շարժվում է դեպի Եվրամիություն։ Սա ուղեկցվում է Հայաստանի հանդեպ տնտեսական սահմանափակումներով եւ գազի գնի թանկացման սպառնալիքներով։ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը նշել էր, թե Ռուսաստանը կարող է հայկական գյուղատնտեսական արտադրանքի մի մասը փոխարինել Ադրբեջանից մատակարարվող ապրանքներով։ Ավելին, փոխվարչապետ Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվան չի ցանկանում սրել իրավիճակը, բայց եթե Ռուսաստանը դադարեցնի Հայաստանին գազի մատակարարումը, կարող է ստեղծվել բարդ իրավիճակ։ Ռուսաստանի սահմանափակումների ֆոնին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնը հայտարարել է. Եվրոպական միությունը եւ Եվրոպան ամուր կանգնած են Հայաստանի կողքին։ Հայաստանին 50 միլիոն եվրոյի աջակցության փաթեթ կտրամադրվի։ Ընտրությունների շեմին քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ է կայացրել 7 անձանց նկատմամբ։ Ձերբակալվածների թվում են կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդին Արտյոմ Խաչատրյանը։ Ըստ քննչական կոմիտեի նրանք մեղադրվում են շուրջ 200 միլիոն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնյական լիազորությունների չարաշահման եւ փողերի լվացման մեջ։ Խուլիգանության մասին հոդվածով էլ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի նկատմամբ է մեղադրանք առաջադրվել։ Կալանավորվել է նաև պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը ընտրակաշառք տալու հոդվածով։ Թե որ ուժի օգտին է Արման Սահակյանը ընտրակաշառք տվել, հակակոռուպցիոն կոմիտեն չի մանրամասնում։ Նա հանրապետական կուսակցության անդամ է, իսկ հանրապետական կուսակցությունն այս ընտրություններին չի մասնակցում։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը համոզված է, իշխանությունն ամեն ինչ անում է իր վերարտադրությունն ապահովելու համար։ Իշխող ուժի ղեկավարը, որը ունի վարչապետի կարգավիճակ, նաև ուղիղ եթերներով, գրառումներով, հայտարարություններով ուղղորդում է իրավապահ եւ դատական համակարգերին, ըստ էության գործել այնպես, ինչպես իր քաղաքական կամքն է պահանջում, նաև երեկվա եթերի ընթացքում էլ, ընդհանուր բանավեճի ընթացքում էլ, ըստ էության հանձնարարություններ տալիս կոնկրետ ընդդիմադիր գործիչների, առաջնորդների բռնելու, նստեցնելու եւ այլն։ Ովքեր կհայտնվեն խորհրդարանում, սոցիոլոգիական տարբեր հարցումներ տարբեր պատկեր են ցույց տալիս։ Ըստ հարցումների առաջատարն է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, երկրորդ տեղում ուժեղ Հայաստանը, երրորդում Հայաստան դաշինքը, իսկ ահա չորրորդ ուժից սկսած պատկերը փոխվում է։ Օրինակ, Գելափի հարցումներով խորհրդարանում կարող են հայտնվել նաև Բարգավաճ Հայաստանն ու Միասնության թևերը, իսկ ըստ Հանրապետական ինստիտուտի հարցումների Բարգավաճ Հայաստանն ու Միասնության թևերն առհասարակ անցողիկ շեմը չեն հաղթահարում։ Gallup International-ի Հայաստանի լիիրավ անդամ MPG ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ներկայացրել է վերջին հարցումների տվյալները։ Ցուցանիշները հետևյալն են. 32.4% նշել են քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք նշել են 16.4%, Հայաստան կուսակցությունների դաշինք 15.2%, Բարգավաճ Հայաստան կուսակցություն 8.8%, Միասնության թևեր կուսակցություն նշել է 6.2%։ Սա կուսակցությունները, որոնք ըստ մեր արձանագրած ցուցանիշների արդեն հիմա ըստ մեր ռեսպոնդենտների անցնելու են պարլամենտ։ Ինչով է պայմանավորված, որ նույն թեմայի վերաբերյալ սոցիոլոգիական տարբեր հարցումներ տարբեր արդյունքներ են ցույց տալիս, որքանով են դրանք արտացոլում իրականությունը եւ արդյոք ընտրությունների արդյունքները եւ սոցիոլոգիական հարցումների տվյալները սովորաբար համընկնում են։ Թեմաների վերաբերյալ կզրուցենք Արար հիմնադրամի տնօրեն սոցիոլոգ Արմեն Խաչիկյանի հետ։ Պարոն Խաչիկյան, ինչով է պայմանավորված, որ սոցիոլոգիական տարբեր հարցումներ բավականին տարբեր արդյունքներ են արձանագրում ընտրություններին մասնակցող ուժերի վերաբերյալ։ Նախ սոցհարցումները միշտ չի որ արտահայտում են հանրային իրականությունը եւ այս դեպքում եւս այդ խցի արժեվ են կանգնել մեթոդաբանական մի քանի սահմանափակումներ կան, որոնք հնարավորություն չեն տալիս ամբողջապես պատկերացնել քաղաքական ընտրությունների արդյունքները եւ փորձել մոտավորապես կանխատեսել։ Ինչով է սա պայմանավորված, քանզի սոցհարցումներն իրականացնում են հիմնականում հեռախոսային ճանապարհով, իսկ հեռախոսային ճանապարհով
շատ են մերժումները, օրինակ IRA-ի միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացված հետազոտության մեջ response rate-ը 16% է։ Պատկերացրեք ինչքան փոքր տոկոս է, իսկ մնացած ամբողջ մասնաբաժինը չեն պատասխանել առհասարակ սոցհարցմանը, իսկ օրինակ 3 հրապարակված Կովկասյան հետազոտությունների Հայաստանի Կովկասյան հետազոտությունների ռեսուրսային կենտրոնի կողմից հրապարակված հետազոտության պատկերում մենք տեսանք, որ շուրջ 60%-ը հրաժարվում է կամ դժվարանում է պատասխանել հենց բուն հարցին, այսինքն մասնակցում է սոցհարցմանը, բայց բուն քաղաքական հարցին թվում է ընտրելու, չի պատասխանում։ Այս տեսանկյունից ընդհանրապես վերջին շրջանում Gallup International-ի անդամ հանդիսացող MFG ընկերությունը այսօր հրապարակեց հարցման արդյունքներ, կան այլ հետազոտությունների արդյունքներ, սակայն մեթոդաբանական մասնագիտական տեսանկյունից իրենք ունեն մեծագույն սահմանափակում, այն է շատ մեծ տոկոս առհասարակ հարցմանը չպատասխանելու եւ երկրորդ բավականին զգալի տոկոս տվյալ քաղաքական հարցին չպատասխանել հրաժարվելու կամ պատասխանել դժվարանալու առումով, ուստի այս ընտրությունները մեծագույն այսպես ասած անակնկալ կարող են մատուցել, որովհետեւ հնարավոր է կանխատեսել թե ովքեր են այն մարդիկ, ովքեր հրաժարվում են պատասխանել կամ դժվարանում են, բայց միանշանակ ասել, որ դրանք միայն ընդդիմադիրներն են կամ ավելի շատ ընդդիմադիր են կամ որ ուժին են աջակցում դժվար է, հավանաբար ավելի ընդդիմադիր են, բայց վստահաբար հետազոտության արդյունք չի կարելի համարել այս ամբողջը, որ ինքը արտահայտելու է էլեկտորալ արդյունք ինչ որ կունենան հունիսի 7-ի երեկոյան։ Հետևաբար հարց է առաջանում, որքանով են այս սոցիոլոգիական հարցումներն արտացոլում իրականությունը եւ որքանով են համընկնում ընտրությունների վերջնարդյունքների հետ, սովորաբար ինչպես է եղել։ Գիտեք, շատ ուրախությամբ ձեզ ասեմ, որ հետազոտող կառույցներից մեկը հենց իր մեթոդաբանության նկարագրության մեջ հենց այդպես է գրել, որ սա կանխատեսում չի, սա ընդհանրապես սոցհարցում է եւ առհասարակ քաղաքական սոցիոլոգիան, սոցիոլոգիական հետազոտությունները դրանք ընտրությունների կանխատեսման կոնտեքստում չդիտարկել, որ հենց հստակ պետք է նշել, թե որ կուսակցությունը քանի տոկոս է հավաքելու, այլիքը հանրային կարծիքի ուսումնասիրությունը, հանրային կարծիքն ենք հասկանում եւ որոշ սահմանափակումներ հաշվի առնելով ամբողջապես կանխատեսել հանրային կարծիքը ինչպես կգնա արտացոլվի ընտրությունների արդյունքում շատ դժվար է ասել եւ այստեղ մի ուրիշ շատ կարեւոր գործոն կա, դա ընտրություններին մասնակցության ցուցանիշն է, որտեղ կախված նրանից թե ինչքան մարդ կմասնակցի ընտրություններին, դրանով պայմանավորված կլինի թե ինչպիսին կլինի ընտրությունների արդյունքը։ Եթե այսպես պայմանական ասենք, փորձենք արդեն որոշակիորեն նկարագրել, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը երևում է, որ հարաբերական առաջատարն է, տարբեր հետազոտություններով 25, 28, 30, 32% են տալիս հանրային կարծիքի հետազոտության կոնտեքստում։ Նախորդ ընտրություններում այս ուժը հավաքել է 688,761 ձայն, որը եղել է ամբողջ բնակչության 22%, իսկ ընտրելու իրավունք ունեցողների 27%-ը։ Բայց քանի որ ընտրություններին մասնակցել է 1,281,000 քաղաքացի, այդ տոկոսը, այդ 688,761-ը դարձել է 54% էլեկտորալ արդյունքում, իսկ ազգային ժողովում արդեն նրանք ստացել են մանդատների 66%, այսինքն որպեսզի պատկերացրեք, բնակչության շրջանում 22%, ընտրողների ընտրելու իրավունք ունեցողների շրջանում 27%, բայց կիսով չափ մասնակցելու արդյունքում, իսկ նախորդ ընտրություններին մասնակցությունը մոտավորապես 49% է եղել։ Կիսով չափ մասնակցելու արդյունքում այդ 688-ը հավաքում է 54% արդյունք։ Եթե այս ընտրություններին այդ նույն 688,761 ձայնը պայմանական ասենք մնացել են որպես ԿՊ-ի աջակիցներ եւ գնան ու ընտրեն ընտրություններին մասնակցեն 1,500,000 մարդ, այդ տոկոսը կլինի 45.9%։ Եթե մասնակցեն այնքան, ինչքան նախորդ ընտրություններին 2021 թվականին, այդ տոկոսը կլինի 53.7, մոտ 54%։ Ուստի մեծագույն կախվածություն կա, թե ինչքան մարդ կմասնակցի ու հատկապես որ սեգմենտները կմասնակցեն, որովհետև երիտասարդներն ավելի դիմադիր են, Երևանաբնակները, մայրաքաղաքաբնակներն ավելի դիմադիր են։ Ինչքան շատ մասնակցեն երիտասարդները եւ մայրաքաղաքաբնակները, այդքան ընտրությունների արդյունքը
ավելի ընդդիմադիր պատկեր կստանա։ Իսկ Հայաստանյան իրականությունում որքանով են ընտրողների համար կարևոր նախընտրական ծրագրերը, որովհետև կարծիքներ կան, որ ընտրողները դա այդքան էլ չեն կարևորում եւ նույնիսկ խորհրդարանական համակարգի պայմաններում կոնկրետ առաջնորդների են ընտրում։ Ցավոք սրտի դուք իրավացի եք, ընտրողների շրջանում հարցեր եղել են նաև հետազոտություններ հարցնելու թե ինչն է կարևոր, ինչն է այն մոտիվացիան, որը ձեզ հանգեցնում է դրդում է գնալ եւ ընտրել այս կամ այն ուժին։ Հիմնականում անձերի գործոնը, անձերի անցյալի գործոնն է շատ մեծ դեր խաղում, բայց եւ այնպես չբացառենք նաև որ որոշ դեպքերում նաև ծրագրային որոշ դրույթներ, այսինքն ամբողջ ծրագիրը հասարակության պատկերացրեք շատ փոքր տոկոսն է որ կարդում է, բայց ծրագրային որոշ դրույթների մասին դիսկուրսը քանի որ տարածվում է, ամեն դեպքում դա մեծ ազդեցություն է ունենում ընտրելու վարքագծի էլեկտորալ վարքագծի վրա, electoral behavior-ի վրա։ Ուստի այս դեպքում կարծում եմ որ հիմնական 3 ուղղվածության հարցեր են, որոնք որ ծրագրային կոնտեքստում հետաքրքրում են մարդկանց։ Առաջինը անվտանգային լուծումն է, ինչ անվտանգություն պատկերացում ունի եւ անվտանգային խնդիրների ինչ լուծում են պատկերացնում քաղաքական ուժերը եւ ըստ այդմ էլ հասարակությունը ինչպես քվեարկի նրանց, այստեղ մի մասը խաղաղություն, մի մասը երաշխավորված խաղաղություն, մի մասը ուժեղ բանակ եւ այսպես շարունակ, իսկ եթե խոսենք արդեն այդ ծրագրերից տնտեսական առումով բավականին լայնածավալ հետաքրքիր ու շատ կոնկրետացած է այս թեմայի վրա ուժեղ Հայաստան ցուցակցությունը, որը շատ մանրամասն տնտեսական ծրագիր է ներկայացրել եւ մնացածը արդեն կարելի է մի փաթեթի մեջ դերառել առողջապահական, կրթական, սոցիալական ապահովության, այլ բնույթի հարցեր, որոնք որ մեկ այլ փաթեթ է, որոնք որ մարդկանց կարևորում են։ Այսինքն այս հիմնական 3 ուղղություններն են, որ մարդկանց համար շատ կարևոր էլեկտորալ վարքագծի այսպես ասած գրգիռ տրիգեր են հանդիսանում, բայց եւ այնպես անձերը միշտ շատ կարևոր են մեր դեպքում եւս տարիներ շարունակ շատ դեպքերում մարդիկ չեն իմանում թե կուսակցության անվանումը ինչպիսին է, միգուցե մոռանում են, բայց անձերին միշտ չեն մոռանում կամ օրինակ շատ քչերը գիտեն օրինակ բոլոր կուսակցությունների առաջին տասնյակին կամ առաջին նույնիսկ քննիակին, բայց առաջին մարդուն գրեթե բոլորը գիտեն, հատկապես ամենաուժեղ 4-5 կուսակցությունների մասին։ Ուստի այո, համաձայն եմ, որ ավելի շատ անձակենտրոն է, քան թե ծրագրահեր։ Նախընտրական քարոզարշավի վերջին օրն է, որքանով քաղաքական ուժերը կարողացան ընտրողին համոզել գնալ ընտրատեղամասեր, ցույց կտա ընտրություններին մասնակցությունը։ Քանի մարդ է ընդգրկված ընտրողների ռեգիստրում, ինչպիսին են մասնակցության սպասումները եւ ինչու է կարևոր ընտրություններին մասնակցելը։ Թեմային իմ գործընկեր Ասպրամ Ավանեսյանն է անդրադարձել։ Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից 10 օր առաջվա դրությամբ Հայաստանում ընտրողների ռեգիստրում գրանցված ընտրողների ընդհանուր թիվը 2,485,232 է։ Նախորդ ընտրություններին ընտրողների թիվը փոքր-ինչ բարձր էր՝ 2,593,572, որի կեսից քիչ 49,4%-ն է մասնակցել ընտրությանը։ Անկախ դիտորդ դաշինքի անդամ Վարդինե Գրիգորյանը լավատեսական է տրամադրված։ Կարծում է, այս տարվա ընտրություններին մասնակցության մակարդակը բարձր է լինելու։ Հարցումներն են այսպիսի տպավորություն ստեղծում, ասում է։ Թեև մեկ այլ խնդիր եւս կա։ Հարցումներից շատ հաճախ հրաժարվում են հենց այն մարդիկ, ովքեր չեն մասնակցում ընտրություններին։ 17-ի ընտրությունների ժամանակ մենք տեսանք այդ ավելի բարձր մասնակցությունը, որովհետև տարածքային ցուցակները հնարավորություն են տալիս առանձին տեխնոլոգիաներին ցույց տալ իրենց ազդեցությունը, հա։ Չնայած որ 18-ին տարածքային ցուցակներ կային, բայց արդեն էական չէր, որտեղ այդ բոլոր մեխանիզմները չկային։ Ու դրա համար թե 18-ին, թե հետո 21-ին մենք տեսանք, որ ավելի ցածր մասնակցություն։ Թե ինչ մեխանիզմների մասին է խոսքը, կհասկանանք ռեպորտաժի երկրորդ մասում։ Հիմա ինչ են մտածում քաղաքացիները։ Մասնակցելու եք ընտրություններին։ Հա։ Այո։ Պետք է գնաս ընտրես, որտեղ պետք է քո իրավունքն է։ Ինչու է կարևոր որ մասնակցեք։ Ձայնը չգողանամ, բնականա։ Գնամ մասնակցեմ, բայց ոչ մեկին է ձայն չեմ տալու։ Մեր ջահելների ապագան լավ լինի։ Ես չեմ ուզում այդ հիներին նորից բերեմ։ Թող գան լրիվ նոր մարդիկ։ Արտադիր չի այս վարչապետ։ Նոր մարդիկ։ Դե նախ հույս ունենք, որ ընտրություններով ինչ-որ բան կարանք փոխենք ու երկրորդը, որ մեր տեղը չընտրեն։ Որովհետև ժողովրդավար պետություն ենք եւ ժողովրդի խոսքը, ժողովրդի ընտրությունը շատ կարևոր է։ Ամեն ինչ։ Ես ամենայն սիրով պետք է մասնակցեմ, որովհետև Հայաստանի քաղաքացի եմ եւ բարդավոր եմ մասնակցելու։ Բայց մունիմ որ պատասխան չունիմ այսօր դալու, որովհետև չի գա սպիրկը պաշտպանող գարույց, որ ես կրնամ
իրեն ընտրել։ Ափսոս։ Բայց ամեն դեպքում մասնակցելու եք։ Միանշանակ։ Մասնակցելու եք ընտրություններին։ Ես չգիտեմ մասնակցելու։ Երևի մասնակցելու մի հատ։ Դեռ չեք կողմնորոշվել։ Ձեր չէ։ Պարզապես ցույց են տալիս, որ կողմնորոշված չեն, բոլորն էլ կողմնորոշված են, գիտեն ով ում է ընտրելու։ Քվեարկության օրվա վերջում ունենալու ենք այն տվյալները, որոնք որ ստեղծվել են ամեն մի քաղաքացու կողմից, այսինքն տվյալները չեն կեղծվելու եւ չեն փոխվելու, վստահ է Գրիգորյանը։ Իսկ քաղաքացիներն ինչպես վստահ լինեն, որ տվյալները չեն կեղծվում։ Նախ մենք ունենք իրոք քվեարկության սենյակում, այսպես ասած, շատ մեծ բազմազանություն։ Մենք ունենք 4 տարբեր շահեր, ասենց ասած, ներկայացնող կառույցներից ներկայացուցիչ։ Մենք ունենք բոլոր կուսակցությունները վստահված անձինք, առնվազն ոնց որ 1, իսկ կարող նաև մինչև 2։ Մենք ունենք դիտորդական առաքելություն, մենք ունենք տեսախցիկներ, որոնք նկարահանելու են արդեն շատ ավելի շատ տեղամասեր։ Այսինքն մենք պետք է ունենանք լիակատար հանցավոր համաձայնություն այս բոլորի կողմից, որպեսզի որևէ փոփոխություն լինի։ Անգամ հանցավոր համաձայնության պարագայում ըստ Վարդինե Գրիգորյանի լցոնումներ լինել չեն կարող։ Լցոնումների համար պետք է ստորագրել ընտրողների ցուցակում եւ նույն քանակի քվեաթերթիկներ լցնել տուփերի մեջ, բայց այժմ ընտրողը բացի ստորագրությունից պետք է թողնի նաեւ մատնահետք, ինչպես նաեւ քվեաթերթիկի վրա փակցվելու է դրոշմանիչ եւ այս բոլորի թվերը պետք է համընկնեն։ Բացի դրանից, ընտրությունից 3 օր հետո հրապարակվելու են ընտրողների ցուցակները։ Մենք ունենք վստահություն, որ մեր ընտրությունները ստացան չեն կեղծվել հենց նաև այն պահից սկսած, երբ որ հրապարակվել են ցուցակները։ Որտեւ այդ պահից սկսած մենք տեսնում ենք, որ այլևս մեխանիզմ չկա։ Ցանկացած մարդ կարող է բացահայտել, որ ինքը քվեարկության չէ գնացել, բայց այնտեղ ստորագրած է։ Իսկ ինչպես ընտրությանը մասնակցել չցանկացող մարդկանց բացատրել, որ ընտրությունների մասնակցելն այնուամենայնիվ կարևոր է։ Իմ օրինակները շատ պրիմիտիվ են։ Իրական ես իրոք կենցաղային մակարդակում, երբ որ դու ամենահասարակ բաները, ինչ հագնելուց ինչ ուտել եւ այլ ամեն ինչը, եթե ինքն չես որոշում, իսկ դա նվաստացուցիչ է։ Ես ուրիշ բառ եկանում չգիտեմ դրա համար, որովհետեւ նվաստացուցիչ է, երբ դու չափահաս մարդ ես, փոխարեն որոշում։ Մենք մարդկային ինչ-որ սովորություն կա, չէ՞, որ ինչ-որ բաներ չեն ասում, մտածում են, որ պետք է հասկանային։ Ես չեմ ասում, որ ես այս ինչ բան ուզում եմ, հետո նեղանում եմ, թե ինչի չէի հասկացել, որ ես այդ եմ ուզում։ Եթե դու չես ուզում, որ լինի ինչ-որ մեկը իշխանության կամ ուզում ես, որ ինչ-որ մեկը լինի իշխանության, ասա դրա մասին։ Ասելու ձևը, ամենալավ ասելու ձևը քվեարկել։ Քաղաքացիների մի մասը մասնակցությունը համարում է պարտադիր, մյուսները թերահավատ են, ոմանք էլ դեռ չեն կողմնորոշվել։ Անկախ քաղաքական նախասիրություններից ընտրությունների արդյունքը ձևավորվելու է յուրաքանչյուր քվեարկած քաղաքացու ընտրությամբ։ Թե որքան բարձր կլինի մասնակցությունը եւ որքանով քաղաքացիները կօգտվեն իրենց ընտրական իրավունքից եւ մասնակից կդառնան իրենց ապագային, բարձ կդառնա արդեն հունիսի 7-ին։ Ասպրամ Ավանեսյան, ՎՏՀ Հայաստան News, Երևան։ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հորդորով դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողով ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏՀ Հայաստան News-ի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողեք օրվա կարևոր նորությունները։